Վերջին շրջանում մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում Լոռու մարզից։ Բնակիչները պնդում են, որ Փամբակ գետի մեջ շինաղբ է լցվում, գետի հունը փոխվում է, իսկ դրա վրա տարբեր շինություններ են կառուցվում։ Մեր նկարանող խումբը մեկնել է Լոռի հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում։ Տեղում ֆիքսված պատկերները բնակիչներն արդեն բնապահպանական աղետ են անվանում։ Գետը դուրս է եկել ափերից ու լցվել արտադրական տարածք, իսկ քաղաքացիներից մեկը սեփական տարածք հասնելու համար ստիպված է բառացիորեն ջրի միջով անցնել։ Ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը, ինչ են պատմել տեղի բնակիչները, տեսանյութում։ Վանաձորում քաղաքացին իր սեփական տարածք ստիպված է հասնել այսպես։ Փամբակ գետն է դուրս եկել ափերից ու լցվել քաղաքացու արտադրական տարածք։ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք չորացնում են Փամբակ գետի հունը, շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնում, փոխելով գետի հունը։ Հետո ցամաքած տարածքի վրա շինարարություն են անում։ Արդեն հասցրել են կառուցել լցակայան, սննդի կետ ու լվա ինքդ։